Ես գալուց առաջ փորձել եմ օթոտրեյնինգ անել։ Օթոտրեյնինգ նշանակում է զսպել, լինել չափավոր, զգացմունքներին քիչ տեղ տալ, լինել հնարավորինս սառը։ Հարցի պատասխանը։ Չեմ կարդացել, ցանկություն չունեմ կարդալու։ Շատ շուտվանից։ Ինձ համար այդպիսի քաղաքական գործիչ գոյություն չունի։ Եվ ինչ կերպ էլ փորձեք ուրիշ ձևի հարցեր տալ, իմ պատասխանը լինելու այդպիսին։ Ես չեմ ընդունում այդպիսի քաղաքական գործիչ։ Ձեզ համար թե Հակի։ Ես խոսում եմ իմ անունից, բնականաբար Հակում այս տեսակետը գերիշխող է, տարածված է։ Մի ճիշտ հարցեր է, պարոն Մանկանից, ինչ եք կարծում, Քոչարյանը այս կերպով Անցանք առաջ, ես այդ հարցին չեմ պատասխանում, որովհետև ցանկություն չունեմ անգամ անդրադառնալու։ Ես կրկնում եմ, այդպիսի քաղաքական գործիչ վաղուց, շատ վաղուց, ինձ համար գոյություն չունի։ Հասկանալի է, չէ, նկատի ունեմ դիտումնավոր է ինքը ամեն ինչ անում, որպեսզի կարծես թե մոտենա։ Ես խնդրում եմ հաջորդ հարցը։ Երկիր Այնուամենայնիվ հարցի մեջ կա Քոչարյանի հանձը, որովհետև նա անդրադարձել է Որոտանին, որը որ դուք եք զբաղվում, պարոն Մանուկյան, Որոտանի խնդրին, ասելով, որ կասկածելի գործարք է, օրենսդրությունն է շրջանցվել եւ հնարավոր է, որ այդ գործարքի արդյունքում էլեկտրաէներգիան կրկին թանկանա։ Ինչ փուլում է հասել ձեր ուսումնասիրությունը Որոտանի հարցերի կապակցությամբ։ Շնորհակալ եմ։ Այդ մասի համար շնորհակալ եմ։ Նու նախաբանով, եթե գողերը գողությունից են խոսում, եթե անբարոյականները անբարոյականությունից են խոսում, դա չի նշանակում, թե դրանով իրենք մաքրվում են։ Որոտանը, ինչպես գազը, ինչպես հոսանքը, ինչպես Սևանը, ինձ համար անկախության, սուվերենության, պետականության սիմվոլներ են, ամեն մեկը, դրանք արժեքներ են, ռազմավարական արժեքներ, պետություն պահող արժեքներ, տնտեսական լուրջ լծակներ, որից կախված է նաև քաղաքականությունը և երկրի ինքնուրույնությունը։ Եվ եթե ես, իմ ընկերները, մենք հասարակական կառույցները, քաղաքացիական խմբերը պայքարում ենք դրա համար, ունենք մի հեռահար, մի ենթագիտակցական կամ մղում, դա հայրենիքի ուժեղ լինելն է։ Եվ Որոտանը հիմնավորապես ես ինձ համար համոզվել եմ, քառյակում այդ տրամադրությունն է տիրում, մենք նախապատրաստում ենք ինչ-որ բաներ, դուք գիտեք, ես դատախազություն եմ դիմել նաև այդ հարցով, միանշանակ, անհերքելիորեն և իրավական, և տնտեսական առումներով դա հանցագործություն է պետության նկատմամբ, պետականության նկատմամբ։ Եվ ես հետևողական եմ լինելու, քառյակը կարծում եմ հակված է դրան, որ հետևողական լինենք, այսօր մենք խորհրդակցություն ենք ունեցել քառյակով, նաև խոսել ենք տարբեր հարցերի շուրջ, ես այնտեղից եմ հիմա գալիս, դրանց մեջ նաև մտնում է Որոտանը, գազի գինը, հոսանքի գինը, կուտակայինը եւ այլն։ Եվ փառք Աստծո, որ կա քաղաքական ուժեր, քաղաքացիական ուժեր, որոնք մեծ դժվարություններ, բայց կռիվ են տալիս այդ պետություն, պետականություն պահելու, այդ սիմվոլները պահելու ուղղությամբ։ Ես գտնում եմ, որ Հայաստանում այսօր այդ առումով դաշտ կա եւ աշխատողներ կան եւ պայքարողներ կան, ներեկվա միջոցառումը ձեզ վկա։ Կռիվ ենք տալու եւ չգիտեմ, լավատես է, որ ինչ-որ բաների հասնելու ենք, ինչ-որ բաներ զսպելու ենք։ Ավելի լավ, ես միշտ հայտարարել եմ, մեր նպատակը այն չէ, որ իշխանությունը ջարդվի, կոտրվի, ոչնչանա, ոչնչացնենք արտաքին մեր լծակները, տնտեսական լծակները եւ ընդդիմությունն էլ ասես լավ էր ոչնչացավ այս իշխանություն։ Մեր նպատակը այս երկրի հաջողակ լինելն է եւ մեր պայքարը այս իշխանության դեմ ընդհանրապես դրա մեջ է, որ ասում ենք դուք չեք կարողանում ձեր խելքը, ձեր գիտելիքները, ձեր փորձը, ձեր կամքը, ձեր կենսագրությունը չի բավարարում այս երկիրը ղեկավարելու համար, դրա համար մենք ուզում ենք մենք կանք ձեր փոխարեն ղեկավարելու։ Բայց եթե իրենք այսպես հայի վերջին ուղեղով
կարողանան զգան, թե ինչ է տեղի ունենում եւ լավ քայլեր անեն, ես միայն կողջունեմ։ Իսկ պետք է չեղյալ հայտարարվի, հա, պարոն։ Որոտանը։ Այո։ Որոտանը միանշանակ պետք է չեղյալ հայտարարվի, ասեմ ինչու համար։ Նա խախտված է օրենսդրության հետ կապված բոլոր կետերը, այսինքն ամեն ինչ արվել է խախտելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ օրենքները։ Բայց կա այսպիսի բան, եթե իրենք այդ ամենը բերեն օրենսդրական դաշտ, լրիվ լինի օրինական, այս դեպքում կառաջանա երկրորդ հարց, ինչու այդքան էժան։ Որովհետեւ ես հիմնավոր հաշվարկներ ունեմ եւ ձեզ էլ եմ ներկայացրել, Որոտանի անգամ ինքնարժեքային գինը 1.5 միլիարդ դոլար անցնում է։ Անգամ եթե դա սովորական վաճառում ես իր ինքնարժեքով, իր նյութի գնով։ Այսինքն մի 5-6 մինչև 10 անգամ ավելի թանկ է, քան վաճառում են։ Այդ դեպքում կառաջանա արժանապատիվ վաճառքի գինը կրկնում եմ, եթե առաջին հարցը լրիվ կարգավորվի։ Եթե ամեն ինչ արվի օրենքի սահմաններում, օրենքի դաշտում, ապա այս դեպքում առաջանում է երկրորդ խնդիրը։ Ինչու ջրի գնով վաճառել ստրատեգիական այդ մեծ հզորությունը։ Ու չեմ կարծում, թե անգամ լինի որևէ գին, որտեղ տեղավորվի հետևյալ միակ փաստը։ Այդ ջրամբարներում, որոնք վաճառում են Որոտանի հետ, Հայաստանի ամբարված ջրերի 50%-ն է։ Պատկերացնում եք, Հայաստանի ամբարված ջրերի 50%-ը տրվում է մեկ այլ երկրի։ Ինչու է նման որոշում կայացվել։ Որովհետև այս մարդկանց փող է պետք, շատ փող է պետք, որովհետև փող հավաքելու իրենց մեխանիզմները բացի գրփել ուրիշ չունեն, ես հիմա իմ ասածների մեջ այսօրվա ելույթի մեջ ես պետք է լիներ։ Ես խնդրում եմ եկեք միասին նայենք Հայաստանը վերջին տարիներին փող բերող որևէ արտադրություն, որևէ պրոյեկտ, որևէ նախագիծ ունեցել է թե չէ։ Չեք գտնի։ Իմ ասած հետևյալն է. արտադրություն, տնտեսության զարգացում, դրսից ներդրումներ, դա կարող է լինել գիտական ներդրում, գիտական գյուտի տարածում, որը կարող է վաղ մյուս օրը փող բերել, տուրիստական որևէ ծրագիր, որը կարող է փող բերել։ Այսինքն Հայաստանը գրավելի դառնալու, գրավիչ դառնալու, փողի առումով գրավիչ դառնալու, ներդրումներ անելու եւ տնտեսություն ստեղծելու, արտադրություն ստեղծելու որևէ տեղից փող ստեղծող ծրագիր, պրոյեկտ Հայաստանը չի ունեցել։ Չունենալով այս, որ չես կարող դու որևէ տեղից հարկ հավաքել, որտեղ դու արտադրություն ես դնում կամ դրսից գումարները գալիս, իշխանությունը գնացել է հետևյալ ճանապարհով։ Փող այսպես թե այնպես պետք է, ունես 500,000 թոշակառու, ունես մոտավորապես այդքան երեխա, 200,000 հաշմանդամ, բանակ եւ այլն, փող պետք է այսպես թե այնպես բոլոր ամբողջ երկրին, եւ իրենք որոշել են փող հավաքելու մյուս մեթոդները կիրառել։ Կարմիր գծեր, արտադրություն չկա, ապրանք չի ստեղծում, արտադրանք չի ստեղծում, նկարահանող սարքեր, գուտակային կենսաթոշակային ֆոնդ, որ 40 տարի անընդհատ քեզնից փող է հավաքում, անընդհատ եւ այդ փողերը ինքը օգտագործում է։ Գազի գնի թանկացում, արտադրություն չի, ապրանք ես առնում, ավելի թանկ վաճառում ես քո քաղաքացու։ Հոսանքի թանկացում եւ այլն եւ այլն։